Սերս տեղի են տալիս։ Սես չի լինի։ Հա խոսք տվեցին, բայց այդ չի չա։ Ես պիտի իմ աչքով տեսնեմ աղբորս էստեղից դուրս գալուց։ Ես պիտի իմ աղբորը տուն տանեմ, որ կարողանամ հանգիստ խղճով գլուխս դնել բարձի։ Ինչ է հապալես։ Ցավումա։ Միլա, ինչ ստացավ է։ Փորիկս։ Լավ, պարկի ես հիմա կգամ, լավ, պարկի։ Ես քեզ չեմ հասկանում, ինչպես նաև չեմ հասկանում, դու այստեղ ոնց հայտնվեցիր։ Ախր շատ վատա, որ դու այստեղ ես, շատ վատա։ Ինչ ես անում։ Վեր կաց, ինչ ես անում, անհարմար է։ Դուք խոստովանում եք, որ դիմել էիք փախուստի։ Հա, խոստովանում եմ ձեզ մոտ ճնշող լուսավորությունը։ Ես պահանջում եմ ձեզնից լուրջ մոտեցում։ Իսկ ես երբեք անլուրջ չեմ էլ լինում, մեծ ցանկության դեպքում նույնիսկ չեմ կարող։ Դուք մեղադրվում եք 3 սպանության մեջ։ Կասկածվում եմ։ Եթե մեղադրվեի, այստեղ չէի լինի։ Իմացեք ինչ եք ասում։ Շատ հանգիստ եք։ Անջատ եք հա այս ձեր ծխախոտը։ Ինչի։ Վատ է անդրադառնում առողջությանս վրա։ Լավ գիտեք ոնց պաշտպանեք ձեր շահը։ Յուրաքանչյուր մարդ էլ գիտի իր շահը։ Անդրադառնանք այն սպանություններին, որոնց մեջ կասկածվում եք։ Արագ եք ընկալում, լավ է։ Ինչի սպանեցիք Վալերի Սերգեյիչին։ Ես ինչպես կարող էի սպանել իմ ընկերոջը։ Չեք հավատում, որ Վալերիկն իմ ընկերն էր։ Իսկ չեք հավատում, որ իմ ու ձեր միջև էլ կարող է անկերություն ծնվի։ Մենք վկաներ ունենք, որոնք փաստել են ձեր եւ Սերգեյիչի թշնամի լինելը։ Ոնց են փաստել։ Նորմալ փաստերով, թե հենց այնպես տուֆտել են։ Ձեր իրոնիայով խոսելը ներվայնացնում է։ Ես տրամադրություն չունեմ, ու հետևաբար չեմ կարող ձեզ հետ իրոնիայով չխոսել։ Ինքը շատ էր ուզում քեզ տեսնել։ Ինչի ես լաց լինում։ Գիտի, որ հիվանդ ես լաց է լինում։ Բայց ես հիմա լավ եմ, իմ փորիկը չի ցավում, ինչի է լաց լինում։ Բայց դու պապայից ճանաչում ես, չէ՞։ Միլա ջան, դու իրան հարցեր մի տուր, ինքը չի կարող քեզ պատասխանել։ Դու մի լացի։ Ինքը շատ է հուզվել։ Ինձ սիրուն աչքեր ունես։ Բայց դու չասեցիր ինչի ես եկել իմ մոտ։ Ասեցի իրան հարցեր մի տուր։ Բայց ես զարմանում եմ, դու ոնց թողեցիր, որ ինքը գա ինձ մոտ, անցած անգամ դու չթողեցիր։
Աղջիկ ջան, ես չեմ ուզում, որ ինձ չար մարդ համարես ու հետս չշփվես, ես քո բարին եմ ուզում։ Ախպերներ, բախ եք ես կշերվակեսին հավքվը։ Շեֆի հրամանն է։ Բա ուր է այն աղջիկը, որ պահում եք շեֆի հրամանով։ Հարց տվի, աղջիկն ուր է։ Ինչի համար։ Բերեք տանում եմ այդ աղջկան։ Չեն կարա։ Չջոգի, մեջները դա ցավում, թևերներն աբռնվե։ Լև Սեթրակիչն ասել, որ բերենք։ Մենք էլ բերել պահել ենք։ Բայց դուք գիտեք Լև Սեթրակիչը ուր է։ Ինչ իմանամ։ Ախպերություն։ Ուրեմն լսեք։ Լև Սեթրակիչը դժվար թե այսքանի օրը գա։ Հիմա հրամանները տալիս իր եղբայրը։ Հենց ինքը Ալիք Սեթրակիչը։ Իսկ ես նրա որդին եմ։ Այդ իսկ պատճառով ես ձեզ ասում եմ, տվեք աղջկան տանեմ, քանի ուշ չի հորս արև։ Բա մի հատ չզանգենք։ Զանգենք։ Ախպեր չէ լրջով լրվել եք վրես, ում զանգեք, ասում եմ տվեք այդ աղջկան տանեմ։ Լև Սեթրակիչին։ Ասում եմ, չեք կարա դուք հոպարին զանգեք, տենց ձև չկա, դուք այդ աղջկան բերեք տանեմ, ինչքան ասեմ։ Վերջ, ժամանակն է, հրաման եկավ ինձ սպանելու։ Ձերդ կտրի։ Պետքա կապենք։ Չէ, ինչ կապեք, աղջկան ամոթա կապեք, նորմալ է։ Բա որ փախնի։ Վայ, ոնց կարա փախնի, անհնար է ինքը իմ ավտոյից փախնի։ Գիտես։ Դե ես էլ աղբերներ, ես է տամ ձեզի լուրջ դվիժենիա, մարդը մի տալպետկա գցում եք լերձի տակ, միջև լուզ, հով լրվում եք։ Սենց գրեֆ եմ անում էլի։ Ապնես աղբեջ։ Գուլյա տարեք։ Հիմա ուր եք տանում։ Տուն ես գնում։ Այ քուր ջան, խես չի ծաղում։ Չես հավատում տանեմ հետ են եզոների մոտ։ Դրանց մոտ լավ էր։ Կարամ իմանամ դու ով ես։ Ես լեգենդարի Արամիկն եմ։ Դու մարդակերի ինչն ես։ Այ հոգուտ մատաղ, այ կյանքիդ մեռնեմ։ Տենց բաներ մի խոսա էլի ցավդ տանեմ։ Քեզ տանում եմ տուն, թե չես ուզում հետ տանեմ են եզոների մոտ։ Տաբլետ եկեք գցել են լեզվի տակ, հիմա հյուշ կայֆ կլնեն։ Հելոք գնանք տուն էլի ինչ կլնի։ Շատ կներես հարազատս, շատ անհանգստացրի քեզ, բայց ես էլ ստեղ եմ անհանգիստ, ախր երբ պետք է տանեմ աղբորս։ Ինչ։ Ինչ։ Դա ոնց է դուրս չի գալու։ Կներես ցավդ տանեմ։ Կներես իմ աղբոր թեման ինձ հեշտության բաղունից հանում, կներես։ Եվ, առաջ ես դուտ պնդա ճակատ։ Ինչ ես տենց ակրհացույց տարիս, որ թքած ունես ինձ վրա։ Ես դա տարապ եմ դու տեղ որոշես։ Ճիշտ չի Լև, չէ ճիշտ չի։ Ես իմ պապային լավ գիտեմ, ինքը չէր գնա, ինքը հիմա նստած ինձ է սպասում։ Բավական ալած լինես, առանց էդ էլ ես քիչ
Քիչ էր մնում մի քանի անգամ բերանիցս թռցնեի, թե դու ով ես։ Աղջիկ ջան, ինչ ես անընդհատ ծնկի իջնում, եկեղեցու դուրը չես եկել, վեր կաց, գնա, հա, գնա։ Ենքան ես անելու, միչև Միլան իմանա, որ դու մայրն ես։ Ինքի մամանա։ Ահա, պաժալուստ, գոհ ես։ Ժանո, ես քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Դու էլ ինձ պիտի մենակ չթողնես, Ժան։ Ժանո։ Ժանո, ասամ, մի բան խոսա, Ժանո։ Ժանո։ Ինձ համար քո կայլն արհամարանք էր, վիրավորանք էր, պետք չէր ինձ հետ այդպես վարվել, սխալ էր ապեր, սխալ էր, անմարդկային սխալ էր, իմ սերն այսքան ցածր գնահատել պետք չէր, Ինչ ես հետևից ես գալիս արա։ Բա ինչ է։ Գնա կանգնին տեղ։ Գնա այնտեղ որտեղ որ կանգնած էինք։ Որ այն աղբերը դուրս գա անգած։ Գնա դիմավորող աղբեր, գնա։ Իսկ եթե ձեզ բան պետք լինի, Ալիքս է տրկիչ։ Գնաց տեղից այդտեղ ա։ Ես իմ մասին հոգ տանել գիտեմ։ Չէ, ես թույլ չեմ տա, որ դու ներս մտնես։ Քո ներկայությամբ երեխուն վարդ վիճակի մեջ գցեցիր։ Քո պատճառով ես մեծ սխալ արեցի։ Լսի, դու հիմա գնա, որ ես կարողանամ երեխուն հանգստացնել։ Միլան դժվար թե ցանկանա հիմա քեզ տեսնել։ Գնա։ Վայ աղջիկ ջան, ասում եմ գնա։ Ես քեզ չեմ սիրում։ Միլա, մենք պետքա խոսենք։ Գնա այստեղից, չեմ ուզում։ Ոչ ուզելով չի։ Դու պետքա իմանաս ով է քո մայրը։ Ես մամա չունեմ։ Բոլորս էլ մամա ունենք։ Իսկ ես չունեմ։ Եթե մամա չունենանք, ոնց կարանք լույս աշխարհ գանք։ Մամա ունենալը պարտադիր է։ Ինձ մամա պետք չի։ Պետք է։ Այդ բարի աղջիկը, որ եկել էր քեզ մոտ, քո մաման է։ Չեմ ուզում, թող ինքը իմ մաման չլինի, ինքը ինձ պետք չի, ես պապա ունեմ, ու ինձ մամա պետք չի։ Գնաց տեղից արա։ Պապա, ես քեզ ոնց կարամ մենակ թողեմ ու գնամ։ Ինչ ղալատ արեցի ես, ասեցի թե որտեղ է։ Պապ, քեզ ես կամ վատ։ Վատ եմ որ։ Այնքան վատ ես, որ ես զարմացած եմ։ Լավ կլիներ հոպարդ զարմանար։ Պապ, քեզ սենց կոտորում։ Որովհետև հոպարդ տենց էլ չսովորեց ինձ հետ հաշվի նստել։ Լուրջ չընդունեց ինձ։ Չընդունեց, որ ես էլ կարող եմ առանց իր ինչ-որ բանի հասնել։ Ու դու չտևես, որ ապացուցեմ։ Քո արև թե բան եմ հասկանում հերս։ Պետք է չի, գլուխդ մի ջարդի։ Գնա աղբորդ մոտ։ Մենակ այնտեղ են հիվանդանոցում։ Պապ, բայց ոնց որ դու Ժանոյից վատ օրի ես, հա։ Հա, վատ եմ, շատ վատ եմ։ Բայց դու պետք է գնաս
աղբորդ մոտ այդ տղա։ Պապա, ես քեզ մենակ չեմ թողի, քո հետ կմնամ ու չմտածես թե կարաս ինձ լարես ստուց։ Ես կարգի եմ ընկել, որ բանի տեղ չեք դնում արա, ասացիս հետ հաշվի չեք լստում։ Նստի ավտոդ։ Հարվածից հետո ես պիտի ապրեմ ու վասել։ Ժանոյ չլինել ինձ լրիվ կտաբալի։ Չեմ դիմանես, ես մեցավին չեմ դիմանա, ես ու այդ սնդում եմ արդեն, ինչ եղան է։ Անեղս չլինի։ Բայց ինչ պիտի լինի, ոչ մի բան։ Ժամանետ ինչ ապրել, որ մի բան էլ լինի։ Պետք ինչ կյանք ատասել, որ մի բան էլ լինի։ Վերկաց։ Ես ինչ ես անում ստեղ։ Դու չէիր ասում, որ պապատ մահամերձը։ Ինչքան էլ չընդունես, մեկ այնքը քո հերն է։ Եկել ես, որ այդ ասես, եկել եմ, որ քեզ տուն տանեմ։ Ես տուն ունեմ, ինձ ոչ մեկ չի խանգարում, այ ինչ որ տեսնում ես, այդ սաղ իմն է, ինձ ոչ ոք չի խանգարում։ Անտուն սոված ծարավ, մինչև երբ ես մնալու, ինչքան ես դեռ դիմանալու։ Երեխես հիվանդանոցում է։ Ինձ ու երեխուս բաժանել են։ Ինձ հիմա ոչ մի բան չի հետաքրքրում, ոչ ուզում եմ ուտեմ, ոչ ուզում եմ խմեմ։ Արի գնանք ճանապարհին այդ ամեն ինչի մասին կպատմես, հա, համ էլ կիմանամ Միլան ոնց է։ Լսի, ես բժիշկ չեմ։ Համենայն դեպս իմացել ես, որ այդ երեխան քրոնիկ հիվանդություն ունի։ Հա, իմացել եմ, բայց հորս նման չեմ վարվել, չեմ ազատվել իրանից։ Իսկ ինչի՞ չէիր ասում, որ երեխան հիվանդ է։ Բայց ինչ ասեի կամ ինչի ասեի, է։ Ես ու իմ երեխան մեր աշխարհն ունենք, մենք տեղ ենք ապրում։ Դուք ով եք իմ համար։ Լսի, չեմ ջանում մտնել այդ աշխարհը։ Դերում թող գնա։ Լսի, ինչ ես սենց չարացել։ Միլիոն անգամ ասացի, պապան վատացավ, հետ եմ գնացել տուն։ Յա։ Բա ինչ ես անում ստեղ։ Ինչի՞ չես գնում հասնես հորդ օգնության, հա։ Իսկ կարող է պատահման բուզենաս գաս այդ մարդուն տեսնես։ Որ մի լավ արարքի համար։ Դե մարդ ես հիմա, կարող է խղճի խայթից չեմ մեռնի, հանգիստ տեղի։ Հետո ես խիղճ չունեմ։ Լսի, սուտ ես խոսում, եթե դու խիղճ չունենայիր, Միլայի համար քեզ չէիր կոտորի։ Լսի, ես մենակ իր համար եմ ապրում, ինքը իմ համար ուրիշ է։ Ձեր հետ մի խառնեք։ Լսի, ես ամեն ինչ արեցի, որ քո հետ լեզու գտնեմ, բայց պահանջներս շատ են։ Պահանջներս շատ չեն, ուղղակի չեմ կարողանում ներել։ Բայց եթե ներես մեր հորը, ես ներելու բան չունեմ, ականջիս մի նստի, եղավ։ Հիմա ինչ անեմ, գնամ, բայց ես քեզ չէի էլ խնդրել, որ դու գաս, հիմա էլ գնալուց է խոսում։ Սրանն է։
լսրանն էի, որ զանգերից չի պատասխանում։ Լրիվ ցնդել է այդ աղջիկը։ Արա ինչ անեմ, գնամ դրա մազերից բռնեմ, հետ բերեմ, թե տամ սպանեմ։ Չէ, երևի ճիշտ է տալ սպանելը, որ մյուս անգամ խելքը գլուխը հավաքի։ Ոնց եղավ։ Վիճակը կայանացավ։ Փառք Աստծո։ Սրտի կանգ էր գրանցվել, բայց հաջողվեց նրա վիճակը կայանացնել։ Իսկ կարող եմ ես իրեն տեսնել։ Չեք կարող տեսնել, հիմա ավելի լավ է տուն գնաք։ Չէ, ես կսպասեմ մինչև վիճակը կկայանանա։ Բայց դա երկար կտևի։ Ոչինչ, ես կսպասեմ։ Շնորհակալ։ Այսինքն ես համակերպել էի, որ պիտի մեռնեի, սպասում էի, բայց հիմա որ այն փոսը հիշում եմ, մի տեսակ սարսռում եմ։ Խիղճ։ Չէ։ Առանց խիղճ ապրելը ավելի հեշտ է։ Ուզում եք, որ ես հասնեի ստեղ։ Խոսակ քանի քեզ ստեղ չեմ։ Մեկ ասկսել ես արդեն ինչ ուզում ես արա։ Դավայ ինգի առաջ։ Թե չէ ինձ այդքան չկա։ Ես չեմ գա քո հետ ոչ մի տեղ։ Ոնց չես գալիս։ Ես քեզ քարշ տալով ստեղից կտանեմ։ Ես քեզ ասեմ մի արի դու գաս տեղա, ես զանգում եմ, դու չես պատասխանում։ Իսկ վերցնե ինչ ասեի, հա։ Դու չպետք է ասեիր, ես պետք է ասեի, իսկ դու լսեիր։ Թող ձեռքս։ Դավայ ինգի առաջ քանի ինչ չեմ կորցրել։ Բայց սա ինչ է։ Սա կորցնել չի։ Դու քեզ լրիվ կորցրել ես։ Ես քեզ քիչ է, ես պետք է այս ամեն ինչը ժամանակին անեի։ Որ տանից դուրս չգայիր, ինչա քեզ տենց հարմար է։ Դու ինձ ասեցիր գնա։ Ես քեզ այդքան խնդրեցի։ Ասեցի, որ դու ինձ բերես ստեղ։ Ուղեղդ էի չափում։ Ես վստահ էի, որ դու տանից դուրս չես գա։ Չգիտեմ ինչի եմ քեզ այսքան վստահում։ Ես իմ հաջողի համար չեմ տանից դուրս եկել։ Խնդրեմ գնա մտի տես թե Ժանոն ինչ վիճակում է։ Լսի, զզվացիր քո Ժանոյով, ինձ այդ Ժանոն չի հետաքրքրում, գիտես, Ժանոյի համար չեմ ստեղ։ Նորմալ խոսա, որովհետև հետո կարող է քեզ չներես։ Կլինի դու ինձ չդաստիարակես։ Ու ընդհանրապես ընկի առաջ քանի նորից չեմ տվել ստեղ գլուխդ փշրել։ Չեմ կարողամ։ Ես չեմ կարողամ, որովհետև Ժանոյի կյանքը հիմա մասից է կախված, ինքը հիմա շատ վատ է։ Ես քեզ համար ապրանք չեմ, թող։ Իսկ ես քո համար էշ չեմ, որ կողմ ուզես քշես։ Ես մեղավոր չեմ, որ դու կասկած ամիտես։ Չգիտես թե վստահելն ինչ է։ Իսկ ես քեզ չափից շատ վստահեցի, հասկացար։ Շատ ես նստել գլխից ժամանակն է, որ իջնես։ Դավայ, ինգի առաջ։
Պապ։ Պապ։ Ինչ։ Դուրս եկավ Լևը։ Չէ, պապ, պրոստը արդեն լույսն է բացվել։ Չփոխեցի բնավորություն, պարտադիր պիտի ամեն ինչ մենակը տանես։ Ադամ։ Զգում ես։ Ինչը, պապ։ Օդը։ Ինչ լավն է, ինչ սառն է։ Մենակ չասես, որ ստեղ ես մնալու։ Գնացինք։ Ես շատ անելիք ունեմ։ Ուր է դու գտի։ Գնացել էր կոֆե բերեր։ Հեսա կասեմ կգա։ Դու այդ կոֆե մոֆեն թողում ես գալիս ես, պապան քեզ է սպասում։ Լավ։ Ես ինչ կա առավոտ շուտ։ Դրամը տեղը չի, հա։ Փոխարենը տեսնում եմ քոնը տեղն է։ Հա, չեմ բողոքում, ես լավ եմ, դրամս էլ բարձր է։ Իսկ ինչ երեսով ես եկել մեր տուն։ Ինչի։ Լավ էլ մի ձևացրու, հա, որ ոչ մի բան չգիտես։ Հոպարը բանտում է։ Լավ է, էլի։ Ես երկրում պիտի մեկ-մեկ այդ օրենքը գործի, թե չէ։ Ոնց որ գոհ ես, հա, ուզածիդ հասար։ Էլի իմ ուզածը չի, ինձ որ մնար հոպարը չէր լինի։ Ուղղակի քչով կբավարարվեմ, թող բռնեն ինձ էդ էլ է հերիք։ Գնա հենո։ Չէ, եկել եմ երեխուս տանեմ։ Ու քեզ թվում է ես քեզ երեխա կտա։ Վալերն իմ երեխեն է, իրա երակներում իմ արունն է, ու ինքը իմ հոր անունն է կրում։ Հետո ինչ։ Հետո են, որ ես նենց կորած մեկը չեմ, որ զուտ նրա համար ասենք, որ դուք փող ունեք, պիտի ինձ ոտատակ տաք։ Ես քեզ երեխա չեմ տա։ Ես քեզ չեմ էլ հարցնում, կտաս թե չէ, ես կգնամ դու փողցի կանգնացնես։ Ոչ մի կերպ չի ստացվում։ Անենց պատնեշներ չես դրել, որ կարողանամ հասնել թորն ու հուսալիք։ Նորից ստիպված եմ քո դուրը գալ, քեզ շրջանցելով չեմ կարող երեխուն հասնել։ Դևի պես կանգնել ես ճանապարհիս ու չես թողնում, որ մոտ գամ։ Ալո։ Վլադ պապան տուն է եկել։ Պապան ոնց կարար տուն գար, եթե ինքը չկարա քայլի, չի թույլ է տրվում այդ մարդուն քայլել։ Հələ մի հատ էլ հիվանդանոցից դուրս գալ։ Դե հիմա ինչ անեմ։ Հայրդ վարվում անենց ոնց որ իրան է հարմար։ Չկա, հիվանդանոցում չի։ Չի կարա տենց բան լինի։ Դե ասում եմ, այն ինչ կա, ստեղ չի, չկա, հիվանդանոցում չի։ Իսկ դու ինչի համար ես այդտեղ։ Վլադ, ես բոլորից շատ զարմացա, երբ բացեցի աչքերս ու տեսա, որ չկա հայրդ։ Լսի ուրա որ չկա։ Ես չեմ հասկանում, այդ մարդը ինչ է ուզում ապացուցի, դառնա կամիկաձե։ Ոյ Վլադ, հանկարծ չվատանա։ Իրան այդքան ասացին, որ ամեն ինչ շատ լուրջ է, բայց չէ, իրան թվում է ամեն անգամ իրան պետք է այդ բախտը ժպտա։ Տուր երեխուն ինձ հենո։ Դու չպետք է ասես ես ինչ անեմ։ Հա, ես եմ ասում հենց հիմա երեխուս տուր։ Արի մի կողմ անցի ու դիմացես մի փագի։
Դու իմ երեխուն այս տնից չես տանելու։ Իմ երեխեն այս տանն անելիք չունի։ Երեխեն անելիք ունի այնտեղ, որտեղ իր մայրն է։ Ու որտեղ մարդիկ են, ովքեր սպանել են իր պապուն։ Լսի, հոպարս բանտում է, չես հանգստանալու վերջապես։ Ու հələ մի բան է դու ես մուննատ գալի։ Կարող է գիտես հերս ինձ կորած մեկներ, որ հոպարդ որոշեց սպանի ու պիտի չպատժվի։ Բայց պատժվեց, չէ՞ դե հանգստացի, վերջ։ Կհանգստանամ։ Խոսք եմ տալի ժամանակի ընթացքում կհանգստանամ։ Տղես կօգնի ինձ այդ հարցում։ Հենա նորից եմ կրկնում, երեխուն չես տանելու մեր տնից։ Խանգարում ես դու մեզ արդեն գիտես։ Ես քեզ երեխա չեմ տա։ Իսկ ես չեմ նստելու սպասում, որ դու ինձ երեխա տաս։ Լսի, երեխուն ես ամենին մի խառնի, հա, ինքը ընդամենը երեխա է։ Լավ դե զզվեցիր արդեն։ Քեզ ոնց հասկացնեմ, որ երեխուն մեկա տանելու եմ։ Չես տանելու։ Եթե չես տերում, արդեն տանում եմ։ Հեն խնդրում եմ, տուր ինձ իմ երեխուն։ Չես տանա դու երեխուն։ Ախր ինչի ես երեխուն խառնում ես ամեն ինչին, ինքը ընդամենը երեխա է։ Ընդամենն երեխա է, չէ՞։ Իսկ ես փորձում եմ իմ երեխուն հեռու պահեմ սխալ ճանապարհներից ու այն մարդկանցից, ովքեր կարան սխալ ճանապարհներով տանեն։ Ու չես էլ առաջարկում, հա, որ ես էլ գամ ձեր հետ։ Չեմ առաջարկում, որովհետև դու ինձ պետք չես։ Այդ ոնց եղավ, որ իմ երեխեն քեզ պետք է, իսկ ես ոչ։ Դու իմը երբեք չես լինի։ Դու երբեք իմ ճիշտը առաջ չես տանի ձեր սխալը թողած։ Հենո, տուր երեխուն, ինչ անեմ, ծնկի գամ քո առաջ։ Քեզ երեխա պետք չի։ Դու ինձ մի բան էլ պետք է շնորհակալ լինես։ Այ հիմար ինչ ես խոսում։ Ես սիրում եմ իմ երեխուն ու ինքը փոխել է իմ կյանքը։ Ուրախ եմ քո համար, որ վերջերս երեխան կարողացավ քեզ մարդ դարձնի։ Ցավում եմ, բայց ընտանիքս փաստորեն ճիշտ էր, որ դու այն մարդը չէիր, ում համար պետք էր տառապել այդքան, ում համար պետք էր դուրս գալ բոլորի դեմ ու կորցնել ազատությունը։ Դու ազատ ես ինչպես թռչուն է։ Վերադարձի քո ազատ կյանքին։ Հենո, բանտի։ Հենո, ատում եմ քեզ, ատում եմ։ Երանի բանտում լինեի ու քեզ ես վիճակում չտեսնեի, լավ կլիներ մեռնեի ու ես քան կոտրված ու անօգնական քեզ չտեսնեի, նայում եմ քեզ ու չեմ կարողանում լեզուս պտտել։ Ժանո, Ժանո, Ժանո խոսա, մի բան ասա Ժանո։ Ես ինչ արել եմ։ Ոչ մի բան։ Ասում ենք համբերի։ Չէ, դու պիտի կարգադրես բոլորը լսեն քեզ։ Դու պիտի Ժանոյից տեսնեիր։ Որը կարիչ փոխեցիր։ Ինչ արեցիր։ Հրաժեշտ տվեցի Ժանոյից։ Ոնց։ Ապրեմ տղերքը։ Գոնե բարի գտնվեցին։ Ագի ժամանակ խոսում էի տղուս հետ։ Լավ։ Ես չեմ թողնի, որ քեզ փակեն։ Ես չեմ նեղվում փակվելու ցանկը։ Ես եմ նեղվում։ Լավ։ Դու միշտ իմ ցիկոնքով պետք է լնես։ Մենակ իմանամ ոնց ես։ Իմանամ, որ կապրես ու ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Ախորս տղա պիտի իմանա, որ ինքը մենակ չի։ Լավ ախպերս ուրախ կլինի, որ իմանա Ժանոյի մոտ եմ եկել։ Ես ինչ եղել, ախպորս տղու հետ։ Ժանո։ Թույլ տվեք գնանք։ Չեմ ուզում աչքերիս հավատում։